Երկու ընկեր։ Կիրգիզական հեքիաթ։ Այս պատմությունը ես լսել եմ իմ մեծերից, իսկ իմ մեծերը լսել են իրենց մեծերից։ Մի աղքատ մարդու կին անտառում փայտ հավաքելիս է լինում։ Շատ որ հավաքում է, հոգնում է, պառկում է չինարի ծառի տակ և մի երեխա է ունենում։ Տղայի անունը դնում են Չինարբայ։ Նա ամեն օր գնում ու չինարի տակ խաղ է անում։ Տղան շատ արագ է մեծանում, իսկ չինարը ոչ թե օրերով, այլ ժամերով բոյ է քաշում։ Մարդիկ հետաքրքրվում են, ծառի մոտ պահվում են այդ գաղտնիքը իմանալու հույսով, բայց այդպես էլ ոչինչ չեն իմանում։ Մի անգամ Չինարբայը չինարի տակ իր ընկերոջը աշիկի հետ ճան խաղալիս է լինում։ Մեկ էլ նայում է ու ինչ տեսնի։ Սպիտակ թևավոր ձի նստած մի սիրուն աղջիկ իջնում է չինարի գագաթին։ Նրա ծանրության տակ ճյուղերը թեքվում են, հետո նորից ուխվում են, ու ծառը միանգամից մի ձեռքաչափ աճում է, իսկ գեղեցկուհին այնպես արագ է անհետանում, որ ասես իսկի էլ չէր եղել։ Այսպես Չինարբայը իմանում է չինարի բոյ քաշելու գաղտնիքը։ 3 օր Չինարբայը սպասում է այն աղջկան, թե երբ պիտի գա։ 4-րդ օրը իր ընկերոջը աշիկի հետ ճամփորդի շորեր է հագնում։ Նրանք նստում են ձիերը ու գնում փնտրելու այնտեղ, ուր օձն իր պորտով և թռչունն իր թևով չի հասնի։ Նրանց ձիերը շատ գնալուց կմախքներ են դառնում։ Իրենք էլ սովից ու հոգնածությունից ամբողջությամբ չորանում են։ Օրերից մի օր ճամփի վրա նրանք մի ծերունու են տեսնում։ Ինքը մի թիզ, իսկ մորուքը 7 թիզ։ Տղաները հարգանքով բարև են տալիս և կանգ առնում։ Ծերունին պատասխանում է նրանց ողջունին ու ասում. «Զավակներս, ձեր ձիերը սովից ու հոգնածությունից կմախք են դարձել, իսկ դուք ոնց որ փետուր լինեք։ Երևում է շատ հեռվից եք գալիս։ Ինչ եք փնտրում այս կողմերում»։ Չինարբայը իջնում է ձիուց, հարգանքով գլուխ է տալիս և ամեն ինչ պատմում։ Ծերունին լսում է նրան ու ասում. «Զավակս, դու դեռ շատ ես ջահել։ Ես ուզում եմ, որ քո երազանքը կատարվի, որ քո ճանապարհը երջանիկ լինի։ Ես այդ գեղեցիկ փերուն գիտեմ։ Մի անգամ նա թռչում էր բարձր երկնքով, հետո զգալով, որ երկունք ցավերը սաստկանում են, և նա չի հասցնում տուն վերադառնալ ու մի բարձր չինարի վրա մի աղջիկ է ունենում։ Իսկ քո մայրը հենց նույն օրը, նույն ժամին, հենց էդ չինարի տակ ծնում է քեզ»։ Փերին գրկում է աղջկան, նայում նրա դեմքին, հետո էլ քեզ է նայում ու ասում. «Չնայած էս տղան մարդկային ցեղից է, իսկ իմ աղջիկը փերիների, բայց երկուսն էլ ծնվել են նույն տեղում, նույն ժամին, էդ պատճառով նրանց բախտը կապված է իրար։ Նա քո ճակատին մի նշան է դնում ու թռչում գնում է։ Երբ փերու աղջիկը մեծանում է, դառնում է մի իսկական գեղեցկուհի, ու նա սկսում է ամեն օր թռչել գալ էդ չինարի մոտ ու էնտեղ խաղալ։ Եվ դրանից հետո ամեն անգամ չինարը մի ձեռնաչափ բոյ է քաշում»։ «Հայրիկ, ես ինչ պետք է անեմ։ Որտեղից կարող եմ փերու աղջկան գտնել»։ Հարցնում է Չինարբայը։ «Զավակս, դուք արդեն ձեր ճանապարհի կեսը կտրել անցել եք։ Եթե ջիգիթը դիմացկուն է լինում, միշտ էլ հաղթում է։ Դուք դեռ պիտի հանդիպեք սոված գայլին, թունավոր օձին, հետո մի անտառ կընկնեք, որտեղ ցերեկը գիշերվա պես մութ է լինում։ Անտառում շատ վայրի գազաններ կան։ Նրանց ձայնը էնպեսի մռնչոցի է նման, որ կլսեք և ձայնից կխլանաք։ Այնտեղ կմորթեք ձեր 2 ձիերին էլ։ Միսը գազաններին կգցեք, իսկ ինքներդ կգնաք, միայն թե ետ չպետք է նայեք։ Գազանները կհարձակվեն մսի վրա ու ձեզ ձեռք չեն տա։ Լույսը կբացվի և դուք ճանապարհ կընկնեք։ Համարձակ առաջ գնացեք։ Ճանապարհը ձեզ մի յուրտի կհասցնի։ Էնտեղ դուք մի քնած աղջկա կտեսնեք։
Փերիի աղջկան։ Նա շատ երկար հյուսքեր ունի։ Դուք այդ մազերը գոտու պես պետք է մեջտեղից կապեք։ Այդ ժամանակ Փերին էլ փախչել չի կարողանա։ Ասում է ծերունին ու անհետանում։ Ասես իսկի էլ չէր եղել։ Չինարբային ու աշիկը անում են այնպես, ինչպես ծերունին խորհուրդ էր տվել։ Շուտով հասնում են գեղեցկուհու յուրտին։ Այնտեղ քնած էր Փերու աղջիկը։ Ընկերները բռնում են նրա մազերից։ 5 փաթ են տալիս և կապում իրենց մեջքին։ Հետո աղջիկը արթնանում է։ Գեղեցկուհին արթնանում է, տեսնում անծանոթ երիտասարդներին և երկինք է թռչում։ Նրա հետ օդ են բարձրանում նաև Չինարբային ու աշիկը։ Աղջիկը 3 անգամ իջնում ու բարձրանում է, բայց տղաները մազերից ամուր էին բռնել։ Աղջիկը տեսնելով, որ նրանցից ազատվել չի լինում, հնազանդվում է ու հարց տալիս. Ովքեր եք դուք, ինչ եք ուզում ինձնից։ Ես այն տղան եմ, որ Չինարի տակ է ծնվել։ Անունս Չինարբա է։ Աղջիկը այդ մասին պատմում է իր մորը։ Մայրը Չինարբայի ճակատին ճանաչում է իր թողած նշանը և աղջկան տալիս է նրան։ Չինարբայի իր ջահել կնոջ ու աշիկի հետ որոշում է ապրել բարձր լեռներում, մի կիրճի մեջ։ Երկու ընկեր ամեն օր գնում են որսի, իսկ Չինարբայի կինը մնում է տանը։ Մի օր էլ, երբ տանը մենակ շատ է ձանձրանում, նա գնում է գետափ։ Այնտեղ նա գլուխն է լվանում և մի մազ էլ հանկարծ ընկնում է գետնին։ Դու մի ասա այդ գետի վրա խանի ջրաղացն է լինում։ Մազը ընկնում է ջրաղացի անվի արանքն ու կանգնեցնում։ Շուտով գալիս է խանը, նայում է անվին ու տեսնում մազը։ Խանը հավաքում է մարդկանց ու ասում. Փերի աղջկա ոսկե մազը կանգնեցրել է իմ ջրաղացը։ Ով որ կարողանա գտնել այդ աղջկան, ինձնից մեծ պարգև կստանա։ Հավաքվածների միջից առաջ է գալիս պղնձագույն դեմքով չռված աչքերով մի կուզիկ պառավ։ Ես կգտնեմ ոսկեծամ աղջկան։ Իսկ ինչ պարգև ես տալու, խան, հարցնում է նա։ Կտամ ինչ որ սիրտդ կուզի։ Ինձ մի ջահել ջիգիթ տուր, խնդրում է պառավը։ Խանն էլ համաձայնում է։ Պառավը մի նավակ է նստում։ Գնում է հոսանքին հակառակ, մինչև այնտեղ, ուր ապրում է Չինարբայի իր կնոջ ու ընկերոջ հետ։ Պառավը շատ շուտով գտնում է նրանց յուրտը։ Ներս է մտնում ու արցունքն աչքերին խնդրում. Անուշ աղջիկ, ես ձեր կին եմ։ Ոչ խնամող ունեմ և ոչ էլ գլխիս վրա ծածկ։ Նույնիսկ մի պղինձ չունեմ, որ մեջը բան եփեմ և ուտեմ։ Շատ եմ խնդրում, խղճա ինձ։ Քեզ մինչև մահվանս օրը կծառայեմ։ Մի թող որ այսպես մենակ թափառեմ արար աշխարհում։ Գեղեցկուհին մտքերի մեջ է ընկնում։ Հետո նա շատ է խղճում պառավին և վերցնում իր մոտ։ Գիշերը Չինարբային ու աշիկը տուն են գալիս։ Տեսնելով պառավին նրանք շատ են ուրախանում։ Այո, դու միշտ մենակ ես մնում, ասում է Չինարբայը, իսկ պառավը հիմա քեզ կզբաղեցնի։ Այսպես անցնում է մի քանի օր։ Տղամարդիկ նորից գնում են որսի։ Պառավը գեղեցկուհուն գետափ է տանում, որ մազերը լվանա այնտեղ։ Երբ սանրում է, ցույց տալով քիչ հեռու կապված նավակը, պառավը հարցնում է. Աղջիկս, ես ծեր եմ, և աչքերս լավ չեն տեսնում։ Քո աչքերը դեռ շատ ջահել են։ Հապա մի նայիր այնտեղ ինչ է երևում։ Ջահել կինը կյանքում երբեք նավակ տեսած չկար և չի էլ իմանում, թե ինչ պատասխանի։ Պառավը այդ ժամանակ գեղեցկուհուն դեպի նավակ է տանում։ Ինքը նստում է, աղջկան էլ կողքին տեղավորում և նավակը գետի հոսանքով ցած տանում։ Ահա տեսնում ես ինչ լավ է, ասում է պառավը։ Միասին մի լավ ման կգանք և կիմանաս, թե աշխարհում ինչեր կան։ Գեղեցկուհու մտքով վատ բան անցնել չի լինում, և նա ուրախանում է այս անսպասելի զբոսանքի համար։ Նա այնպես է հիանում կիրճի գեղեցկությամբ, որ չի էլ նկատում, թե որքան հեռացան իրենց յուրտից։
Պարավը գեղեցկուհուն խանի մոտ է բերում և ստանում իր խոստացած պարգևը։ Խանը փերու աղջկան տանում է իր յուրտը, 4 կողմը պահակներ դնում, որ նա հանկարծ չփախչի։ Նա որոշում է ամուսնանալ այդ ոսկեծամ գեղեցկուհու հետ։ Կանչում է մոլային ու հրամայում անմիջապես իրենց պսակել։ Երեկոյան Չինարբայը և իր ընկերը գալիս են տուն, բայց ոչ միտեղ փերու աղջկան չեն տեսնում։ Միասին գնում են փնտրելու գետափին, հետո հոսանքով ցած են գնում։ Հասնում են մինչև քաղաք, ուր արդեն սկսվել էր խանի հարծանյաց հանդեսը։ Այնքան ժողովուրդ էր հավաքվել, որ ասեղ գցելու տեղ անգամ չկար։ Չինարբայը չի կարողանում տեսնել իր կնոջը, կինն էլ նրան չի տեսնում։ Այդ ժամանակ Չինարբայը հրացան է արձակում, որ կինը իմանա, որ նա այստեղ է։ Գեղեցկուհին փորձում է յուրտից դուրս գալ, բայց պարավը նրան չի թողնում։ Այդ որ տեսնում է, գեղեցկուհին այնպես է հարվածում պարավի կրծքին, որ սա ընկնում է, իսկ ինքը դուրս է փախչում։ Գտնում է Չինարբային ու ընկերոջը, նրանց է տալիս իր 2 հյուսքերի ծայրը և նրանց հետ օդ է բարձրանում։ Ժողովուրդը զարմանքից քար է կտրում, իսկ խանը շատ է բարկանում, և հարսնացուն է ձեռքից գնում և իզուր հարսանիքի համար ծախս է արել։ Չինարբայը իր կնոջ ու ընկերոջ հետ վերադառնում են իրենց յուրտը։ Դժվար է ուրիշի հողում ապրելը։ Էստեղ մենք բարեկամներ չունենք, ասում է Չինարբայը։ Ինչ անենք էստեղ։ Դե ուրեմն արի գնանք քո ծնողների մոտ, առաջարկում է գեղեցկուհին։ Նրանք երեքով ընկնում են ճանապարհ։ Այլից այլ ճանապարհորդներից առաջ ընկնելով լուր է տարածվում, թե Չինարբայը կնություն է առել փերու աղջկան և իր ընկերոջ ու կնոջ հետ շուտով տուն կգա։ Լուրը հասնում է խանի ականջին։ Փերու աղջիկը խեղճ ու կրակ հովվիկին չի լինի, գոռում է նա, և շուտով որոշում է, որ պետք է Չինարբային մեջտեղից հանի։ Հենց այդ ժամանակ էլ աշիկը մի տարօրինակ երազ է տեսնում և պատմում իր ընկերոջը։ Լսիր ընկերս, այս գիշեր ես մի երազ տեսա, թե ինչ ես հետո կպատմեմ, իսկ հիմա քեզանից մի բան եմ խնդրելու, ինչ էլ որ պատահի, սուսուփուս կատարիր իմ 3 խնդրանքը։ Չինարբայը համաձայնում է, և նրանք շարունակում են իրենց ճանապարհը։ Երբ նրանք մի այլի են մոտենում, նրանց դիմաց դուրս են գալիս խանի 3 ջիգիտները, որոնք սանձերից բռնած բերում էին 3 ձի, մեկը փերու աղջկա համար, իսկ 2 ձիերի թամբերը, որոնց վրա Չինարբայն ու աշիկը պիտի նստեին, ծածկված էին մահաբեր թույնով։ Ձիերին ձեռք չտաս, ասում է աշիկը հիշելով իր երազը, սա իմ առաջին խնդրանքն է։ Չինարբայը լսում է ընկերոջը և ձիերին ձեռք չի տալիս։ Աշիկը իջնում է ձիերի թամբերը և այրում։ Բայց դեռ չէին հասցրել հեռանալ այդտեղից, մեկ էլ հայտնվում են խանի ջիգիտները, բազեները ձեռքներին։ Բազեները չվերցնես, երկրորդ անգամ խնդրում է աշիկը։ Աշիկը այրում է բազեների թունավորած ոտնակապերը, իսկ թռչուններին ազատ է արձակում։ Մի քիչ էլ որ գնում են, հանդիպում են մի ջիգիթի, որը խանի ուղարկած թանկագին շորերն էր բերում։ Այդ շորերը հանկարծ չհագնես, երրորդ անգամ խնդրում է աշիկը, և շորերը նույնպես այրում է։ Վերջապես նրանք հասնում են տուն։ Երեքով էլ շատ հոգնած են լինում, և հենց որ յուրտ են մտնում, անմիջապես պառկում ու քնում են։ Բայց յուրտն էլ խանի մարդկանց ձեռքով թունավորված է լինում։ Առաջինը աշիկն է արթնանում։ Նա նկատում է, որ յուրտի ձողերի վրայից ինչ-որ թունավոր հեղուկ է կաթում, որպեսզի թույլ չտա, որ թույնը մարմնի մեջ մտնի իր ընկերոջ։ Նա սկսում է ամբողջ թույնը ծծել ու դուրս թափել այն։ Հենց այդ ժամանակ Չինարբայը արթնանում է։ Նրան թվում է, թե աշիկը համբուրում է իր կնոջը։ Չինարբայը շատ է բարկանում։ Միթե ընկերը էսպես է վարվում։
Դու պղծեցիր մեր ընկերությունը։ Վիրավորված աշիկը սրան ոչինչ պատասխանել չի կարողանում եւ լուր վեր է կենում ու իրենց տունը լքում։ Բայց շուտով աշիկին լուր է հասնում, թե Չինարբայը մեռել է։ Նա անմիջապես վազում է ընկերոջ տուն եւ գեղեցկուհու Փերուն ասում է. «Խնդրում եմ, խանից զգույշ եղիր»։ Նա վերցնում է Չինարբայի մարմինը, մի սնդուկի մեջ է դնում ու տանում իր հետ։ Չինարբայի կինը 7 ասեղ է ցցում հողի մեջ ու ասում. «7 պատով երկաթե տուն դարձիր»։ Անմիջապես ամայի այդ տեղում 7 պատանի մի տուն է հայտնվում։ Նա ներս է մտնում ու սկսում է սպասել աշիկի վերադարձին։ Մինչև այդ աշիկը մի անապատ տեղ է հասնում եւ որոշում է, որ այդտեղ մի փոքր հանգստանա։ Նա դառը սգում է իր ընկերոջ մահը։ Այստեղ հայտնվում է ծանոթ ծերունին։ Ինքը մի թիս, իսկ մորուքը 7 թիս։ Եվ հարցնում է. «Զավակս, ինչու ես այդպես լաց լինում։ Քեզ ինչ ցավ է պատահել»։ Ով բարի մարդ, ախր ոնց լաց չլինեմ։ Մանկության մի ընկեր ունեի, եւ ահա հանկարծակի նա մեռավ։ Ես նրա դիակը այս անապատ տեղն եմ բերել հույսով, որ դու իմ ցավին դեղ ու դարման անես, պատասխանում է աշիկը։ Բարի ցանկությունը միշտ էլ իրականանում է, պատասխանում է ծերունին։ Ծերունին 2 անգամ ցատկում է սնդուկի վրայով, այնուհետև փայտով հարվածում է կափարիչին եւ անհետանում։ Հենց այդ պահին էլ Չինարբայի աչքերը տրորում է ու աշիկին հարցնում. «Լսիր, մենք ինչ գործ ունենք էստեղ, ինչ են կորցրել այս անապատում»։ Աշիկը նրան ամեն ինչ պատմում է։ Պատմում է խանի բոլոր չարագործությունների մասին։ Չինարբայը շատ է ամաչում, որ իզուր տեղը կասկածել է իր հավատարիմ ընկերոջը։ Շուտով նրանք վերադառնում են տուն։ Իսկ խանը, որ ուզում էր անպայման ամուսնանալ գեղեցկուհու Փերու հետ, ոչ մի կերպ չի կարողանում ներս մտնել այդ 7 պատ ունեցող երկաթե տունը։ Նա հավաքում է իր աշխարհի բոլոր դարբիններին, որպեսզի նրանք կտրեն այդ երկաթե պատերը։ Երբ խանը տեսնում է կենդանացած Չինարբային, շատ է վախենում ու սկսում է շողոքորթել. «Լսիր, ես կարծում էի, թե կինդ օգնության կարիք ունի եւ ուզում էի այս պատերի մեջ մի դուռ բացել»։ Չինարբայը շատ է բարկանում, հանում է իր թուրը ու թռցնում խանի գլուխը։ Անմիջապես հավաքվում են մարդիկ, բոլորը գովում են Չինարբայի համարձակությունը եւ նրան իրենց համար խան են ընտրում։ Նա երջանիկ ապրում է իր կնոջ հետ, իսկ ընկերոջը աշիկին ամուսնացնում է մի ջահել գեղեցկուհու հետ ու իր ունեցվածքի կեսը տալիս նրան։ Բայց աշիկի ունեցվածքը շատ շուտով վերջանում է։ Չինարբայը չի կարողանում հասկանալ, թե դա ինչից եղավ։ Նա խորհրդի է նստում իմաստուն ծերերի հետ եւ նրանցից մեկը շուտով ասում է. «Խանը թունավորեց քո յուրտը ու քեզ սպանեց։ Երբ աշիկը քեզ դրեց սնդուկի մեջ ու տարավ բլրի գագաթը, ամբողջ ճանապարհին աղոթում էր. «Ինձ հարստություն պետք չի։ Ես պատրաստ եմ վերջին աղքատը լինել, միայն թե իմ ընկեր Չինարբայը կենդանանա շուտով»։ Աշիկը այնպես աղի արցունք էր թափում, որ ցանկությունը անմիջապես կատարվում է։ Դու Չինարբայ, կենդանացար շուտով, իսկ ընկերդ երբեք ոչ հարստություն կունենա եւ ոչ էլ երեխաներ։ Այս բոլորից հետո Չինարբայը ավելի է սիրում իր նվիրված ընկերոջը եւ մինչեւ իր կյանքի վերջը նրանից երբեք չի բաժանվում։ Այդ օրվանից էլ ժողովուրդը ասում է. «Թե իսկական ընկեր ունես, ընկերությունն էլ հավիտյան կլինի»։